Բարեկենդանը հայկական ամենասպասված և ուրախ տոներից է, որը բացատրվում է որպես բարի կենդանություն։ Այն խորհրդանշում է Ադամի և Եվայի դրախտային անհոգ ու երջանիկ կյանքը, որտեղ մարդկանց արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները։ Հնում այն համարվել է հայկական ամանորը, որը նշվել է գարնանը, բնության զարթոնքի հետ միասին։ Այնուհետև տոնը հարմարեցվել է քրիստոնեական օրացույցին և նշվում է Մեծ պահքին նախորդող շրջանում։ Տոնի ժամանակ կազմակերպվել են աղմկոտ խրախճանքներ, պարեր և թատերական ներկայացումներ, տղամարդիկ հագել են կանացի հագուստ և խաղացել ազգային ավանդական խաղեր, ինչպիսիք են լախտին, ճոճախաղը և ընկուզախաղը։ Խան Փաշայի ծիսակատարություն։ Սա տոնի ամենասիրված խաղ ներկայացումներից էր, որի ընթացքում ընտրված Խան Փաշան ծաղրական կերպարը կառավարել է զվարճանքը, իսկ մասնակիցները կատակով ծեծել են միմյանց՝ խորհրդանշելով չարի ու հնի ոչնչացումը։ Տոնի օրերին մոռացվել են սոցիալական խավերը և վիրավորանքները, մարդիկ իրար ներել են, հյուրասիրել, ցուցաբերելով բացառիկ առատաձեռնություն։ Բարեկենդան տոնը խորը արմատներ ունի։ Տոնի հիմքում ընկած էր բնության զարթոնքը և տարվա սկիզբը, որն ավանդաբար նշվում էր մարտի 21-ին։ Հնում մարդիկ հավատացել են, որ միմյանց կենդանություն մաղթելով՝ նրանք աղերսել են վերին ուժերին պաշտպանել իրենց կյանքը չար ուժերի ազդեցությունից։ Հետագայում տոնի բնորոշ գծերը փոխանցվել են նավասարդին և ամանորին։ Հայերի մեջ բարեկենդանը ամենասպասված ու ժողովրդական տոներից մեկն էր։ Տոնին պատրաստվում էին ընտանիքի բոլոր անդամները, առանց բացառության։ Մարդիկ զվարճանում էին, տրվում խրախճանքին և պատրաստում ճոխ սեղաններ։ Նախապատվությունը տրվում էր հատկապես մսեղենին, յուղոտ կերակրատեսակներին և կաթնեղենին։ Բարեկենդանի առաջին օրերին ընդունված էր պատրաստել գաթա ու հալվա։ Երեկոյան ուտում էին կաթնապուր ու մածուն։ Պատրաստում էին նաև փաթիլա, սռոն և բխբխիկ կոչվող ճաշատեսակները։ Որոշ տեղերում նախապատվությունը տրվում էր ձավարով կամ համեմունքներով լցոնած խորոված ոչխարին։ Պարտադիր ճաշատեսակը խաշիլն էր, որը պատրաստվում էր մեծ քանակությամբ։ Բուն բարեկենդանի օրը ընդունված էր երեկոյան խաշած ձու ուտել, այդպիսով փակելով խրախճանքը։ Բարեկենդանի անբաժան մասն էին ուտիստ-տատը և պաս-պապը կամ ակլատիզը։ Ուտիստ-տատը համարվում էր բարեկենդանի, այսինքն ճոխ կերակուրների հովանավոր տիկնիկը և մտցվում էր հրապարակ մարդկանց խրախճանքի հրավիրելու։ Երեկոյան, երբ խրախճանքը հասնում էր գագաթնակետին, տղաները դուրս էին գալիս ձիարշավի, որն էլ ավարտվում էր ուտիստ-տատի հրապարակից դուրս վռնդելու արարողությամբ։ Ուտիստ-տատը, որը բարեկենդանի օրերին բոլորին կերուխումի էր հրավիրում, արդեն քրքրված տիկնիկ էր, իսկ բարեկենդանի վերջին օրը բուն բարեկենդանին ուտիստ-տատին հանդիսավոր կերպով գլորում էին Սարի գլխից։ Հրապարակ էր մտցվում պաս-պապը կամ ակլատիզը, որը պահքի հովանավոր տիկնիկն էր։ Վերջինս պատրաստում էին սոխից կամ կարտոֆիլից և մեջը խրում 7 փետուր, ապա զգեստավորում։ Կարինում ակլատիզը պատրաստում էին ծերունու տեսքով։ Այն ուներ փարթամ սպիտակ մորուք և հագուստ՝ պարզած թևերով, որոնցից քարեր էին կախում։ 7 փետուրները խորհրդանշում էին մեծ պահքի 7 շաբաթը։ Յուրաքանչյուր շաբաթվա վերջում պոկում էին 1 փետուր։ Հաճախ փետուրը պոկելն ուղեկցվում էր հատուկ երգերով։ Ակլատիզը կատարում էր մեծ պահքը հսկողի դերը։ Դրանով հաճախ վախեցնում էին երեխաներին, որ վերջիններս չգայթակղվեին ուտիստ-տատի կերակուրներով։ Լոռեցիների պատկերացմամբ պաս-պապը մեծ շերեփով խփում էր ուտիստ-տատի գլխին և դուրս անում տնից այն բանի համար, որ նա երեխաներին յուղալի և մսեղեն կերակուրներ է տալիս, իսկ մեծ պահքից հետո ուրախ և առույգ տատը գալիս էր ու մածնի յուղոտ շերեփով խփում պաս-պապի գլխին ու դուրս անում նրան տանից։ Բարեկենդանի անբաժանելի մասն է դիմակավորումը։ Մարդիկ հնարավորություն ունեին ցպտվելու և կերպարանափոխվելու։ Հաճախ դա ձգտման կամ բողոքի արտահայտություն էր մարդկանց սխալները վերհանելու և սրբագրելու հնարավորություն։ Հաճախ ուներ նաև չար ոգիներին վախեցնելու նպատակ։ Դիմակավորված կերպարներից է երեկոյան տներ այցելող Մեյմունը, որին ջավախքում անվանում էին Ղադի։ Հաճախ նրանք երեսին ալյուր էին քսում, այծի մազից մորուք դնում, մորթիների շորերի մեջ փաթաթվում և ձեռքին երկար ձող կամ ակիչ բռնած մտնում էին տներ՝ վախեցնելով տոնախմբության մասնակիցներին։ Վերջում Մեյմունը տանտիրոջից մի ընծայ էր ստանում և հեռանում։ Տղաները հագնում էին աղջիկների հագուստ, փոքրերը՝ մեծերի, երբեմն էլ ծաղրածոյի։ Արտաքինը պետք է հնարավորինս ծիծաղաշարժ լիներ։ Դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ ներկում մրով, ալյուրով ու ածուխով։